Շնորհակալություն Տիկին Գալստյան, որպեսզի հարցս տարընկալում չառաջացնի, իսկ սկզբանե նշեմ, որ հարցս հայերի մասին է։ Որպես մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի թեկնածու, ինչպես եք վերաբերում այն խոսույթին, որը ձևավորել է ձեր քաղաքական ուժը, քարոզարշավի եւ ոչ միայն նախորդ գումարման ժամանակ, հանրությանը բաժանելով արժանապատիվ եւ ոչ արժանապատիվ քաղաքացիների, ելնելով իրենց քաղաքական հայացքներից եւ նախասիրություններից, եւ երկրորդը նշեմ, որ ընտանեկան բռնության մասին օրենքի նախագծին ձեր խմբակցությունը դեմ է քվեարկել մասնավորապես այն պատճառաբանմամբ ըստ խմբակցության ղեկավարի, քանի որ եկեղեցին հորդորեց ձեռնպահ մնալ այս օրենքի նախագծից, ասելով, որ յուրաքանչյուր падգամավորի քվեարկության արդյունքը ակներև է դարձնելու նրա վերաբերմունքն ու պատասխանատվությունն իր իսկ ընտանիքի, իր իսկ երեխաների եւ սերունդների նկատմամբ ու հավատարմությունը քրիստոնեական, ավանդական, ընտանեկան արժեքներին։ Եվ Տիկին Գալստյան, այս համատեքստում, քանի որ դուք էլ նշեցիք, որ դուք բազմիցս, այսինքն այդ վատ իրողություններին արձագանք եք արել եւ մասնավորապես օրինակ Տիկին Ղազարյանի Սկեսրայրի համար միջնորդել եք, ես ձեզ ուզում եմ հարցնել, այսքան մտահոգ եկեղեցու պարագայում, այս պարագայում էլի, ուր էր կաթողիկոսը եւ նրա մտահոգությունները, օրինակ Պողոս Պողոսյանի դեպքի հետ կապված, օրինակ Տիկին Ղազարյանի Սկեսրայրի հետ կապված, որտեղ էին այդ հայտարարությունները։ Պատասխանում եմ։ Տիկին Ծովինար Վարդանյան, նախ սկսեմ, որ ճիշտ է, ես մեկ հանգամանք խոսեցի մարտի 1-ի կատարվածքով միայն Արշակ Բանուչյանի հանգամանքը հիշատակեցի, բայց նա միակը չէր եւ 5 կալանավորվածներ, ոչ մեր քաղաքական թիմից, սա հատուկ շեշտում են, արժանացել են իմ, ընդ որում այդ երաշխավորագիրը ստորագրել էր նաեւ Վահան Հովհաննիսյանը, որը այդ ժամանակ մեր խմբակցության ղեկավարն էր, եւ ես քրեակատարողական հիմնարկում հանդիպել եմ նաեւ Սասուն Միքայելյանին, բացարձակապես չկիսելով քաղաքական այդ թիմի մոտեցումները եւ այլն, որտեղ վերաբերմունքս եղել է զուտ մարդու իրավունքների կոնտեքստում։ Ինչ վերաբերում է ուրեմն օրենքի քվեարկությանը, բնականաբար այդ բոլոր մանրամասները ես չեմ կարող հիշել, թե ինչպես են քվեարկել եւ այլն։ Ես այդ առիթով պատասխան չունեմ, որովհետեւ իսկապես չեմ հիշում, բայց ինձ տպավորվել էր, որ մենք քվեարկել ենք ձեռնպահ։ Եթե ասում եք, չէ, ձեռնպահ չենք եղել, դժվարանում եմ հիմնավորել։ Իսկ ինչ վերաբերում է արժանապատիվ եւ ոչ արժանապատիվ գնահատականներին, ամեն դեպքում մեր պաշտոնական քարոզչական նյութերում, նկատի ունեմ Հայաստան դաշինքի քարոզչական նյութերում, որոնք հրապարակային են, երբեք մեր հասարակությունը բաժանելու, պառակտելու, արժանապատիվ եւ ոչ արժանապատիվ կամ որևէ որակումով բաժանելու գնահատականներ մեր պաշտոնական քարոզարշավում, ներողություն, մեր պաշտոնական քարոզարշավում եւ պաշտոնական նյութերում, որոնք մեր նախընտրական քարոզչական նյութերն են եղել, դուք այսպիսի գնահատականների դժվար թե հանդիպեիք, ավելին, մեր նախընտրական ծրագրի կարևորագույն, ես կասեի առանցքային ուրեմն խնդիրներից մեկը, ինչպես նաեւ թե մեր դաշինքի նաև հայ-հեղափոխական դաշնակցության բազմաթիվ հայտարարություններ նվիրված են եղել Հայաստանում ներազգային համերաշխության վերականգնմանը, մթնոլորտի առողջացմանը, որը վերաբերում էր թե ատելությանը, թե անհանդուրժողությանը, թե ինչու՞ չէ արցախահայերի, բռնագաղթված արցախահայերի նկատմամբ ատելության խոսքին եւ այլն։ Իդեպ ես հիշեցի ատելության խոսքով, որը այսպես առատորեն մեր լրահոսում կա, Քննչական կոմիտեին եւ դատախազությանը բազմաթիվ հայցեր եմ ներկայացրել կամ հաղորդումներ եմ ներկայացրել հենց այս հենքի վրա եւ այդ ատելության խոսքը եւս արժանապատվության վիրավորանք է։ Մենք ես եւ դուք կարծես թե խոսում ենք նույն խնդրից, այո, Հայաստանում պիտի մարդու արժանապատվությունը գնահատվի, հարգվի եւ պաշտպանվի եւ այստեղ մեծ առաքելություն ունեն թե քաղաքական ուժերը եւ նաեւ մեր քաղաքական վարքը։ Ես ամեն դեպքում մեկ անգամ եւս կրկնեմ, որ մեր պաշտոնական նյութերում, որոնք վերաբերում էին նախընտրական քարոզարշավին, երբեք հանրային պառակտումի, պիտակավորման, գնահատման որևէ փաստ չգտնի։ Իսկ եթե խոսություն լավ
Արձագանք Շնորհակալություն Տիկին Գալստյան, այդ դեպքում անդրադարձեք ոչ պաշտոնական նյութերին եւ խոսույթին։ Ես չգիտեմ ոնց է տարանջատում պաշտոնական մեր քարոզչությունը եւ ոչ պաշտոնական քարոզչությունը քարոզչություն է։ Եթե բեմահարտակից հնչում են նման տարանջատող խոսույթ, ապա դա քարոզչություն է։ Հիմա դրա պաշտոնական եւ ոչ պաշտոնականը չգիտեմ ոնց է տարանջատվում եւ նաեւ խնդրում եմ անդրադառնալ կրկին հարցս կրկնեմ, անդրադառնալ կաթողիկոսի եկեղեցու անդրադարձին կամ մտահոգություններին, օրինակ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիների եղած բոլորեն մտահոգիչ դեպքերին, որոնք դուք ասում եք, դուք անդրադարձել եք Պողոս Պողոսյանի սպանությանը, մարտի 1-ի դեպքերին, որտեղ էր կաթողիկոսն ու նրա մտահոգությունները որտեղ էին։ Եթե մարդը այս մահին կամ եկեղեցին այս մահին մի նախագծի շուրջ իր կարծիքն է հայտնում, դրա հորդորով էլ դուք դեմ եք քվեարկում։ Շատ լավ, Տիկին Վարդանյան, այնուամենայնիվ ես մեր քարոզարշավում լինի պաշտոնական նյութերը, թե ոչ, ես երբեք որևէ դեպք եւ ոչ թե խուսափում եմ պատասխանից եւ որևէ դեպք չեմ արձանագրել եւ չկա իմ հիշողության մեջ, որ մեր քարոզչությանը մասնակից մեր քարոզչական թիմի որևէ անդամի կողմից հասարակությանը անարժանապատվության պիտակավորումը հնչի։ Եթե որևէ մեկի, միգուցե մեր համակիրներից որևէ մեկը անձ, որ ինչ ես կարող բոլորին վերահասկել, իր խոսքում ոչ արժանապատվության գնահատականն է ունեցել, սա իրականում անձնական պատասխանատվության դաշտ է։ Ես կարող եմ ամենայն պատասխանատվություն ասել, որ մեր պաշտոնական խոսույթում եւ մեր քարոզչական դերակատար անձիկ երբեք իրենց չէին կարող թույլ տալ այդ պառակտումը։ Իսկ ինչ վերաբերում է ուրեմն ամենայն հայոց վեհափառի անդրադարձին, ես հանրային կյանքին, ես բազմաթիվ, ես ընդհանրապես փորձում եմ բոլոր պատարակներին լինել եւ այդ պատարակներում վեհափառ հայրապետի հնչեց։ Լավ է, դուք շարունակեք։